Ողջույն սիրելի հայրենակիցներ, ես ուզում եմ այսօր խոսել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործընթացի մասին։ Մենք ամեն առավոտյան վերջին շրջանում, որքան որ ընտրությունները մոտենում են, արթնանում ենք եւ տեսնում ենք, որ գլխավոր դատախազությունը հայտարարություն է տարածել, որ այսինչ-այսինչանին իր ընտանիքով, խոսքը գնում է նախկին պաշտոնյաների մասին, հրավիրել են գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման, չգիտեմ, վարչություն, բաժին, եսիմուր, եւ հետո մի քիչ ժամանակ անցնում, նորից նույն ծանոթագիրը, նորից նույն ինֆորմացիան հրապարակվում է, որ այսինչ-այսինչանի ընտանիքը իրենց գործով անցնում է, չգիտեմ, 1 միլիարդ դրամի գույք է պետությունը ուզում, չգիտեմ, քանի միլիոն դրամի գումար, բաժնետոմսեր, արժեթղթեր, եւ ես ձեզ ասեմ, եթե ուշադիր հետևեք, կտեսնեք, որ ծանոթագրեր կան, տեղեկություններ կան, որ հիմա պրես ռելիզներով հրապարակվում է, եթե ուշադիր եք, կտեսնեք, որ 1 տարի առաջ, 2 տարի առաջ նույն տեղեկատվությունը որպես PR, որպես մամուլի նյութ, որպես պետության աշխատանք թալանը վերադարձնելու վերաբերյալ կրկնվում է։ Այսինքն մի անգամ PR են արել, որ այսինչին կանչել են, այս գույքը պետքա խլեն հանուն պետության, պետքա վերցնեն նրա ձեռքից, ժամանակ անցնում, մեկ է նորից այդ նույն լուրը գնում, որ այսինչի գործը, որ կանչել են, որ պետքա գույքը խլեն հանուն պետության, քննվում է։ Հետո մի հատ էլ մամուլի հաղորդագրություն գնում, որ արդեն պետքա էսա, հայա վճիռ լինի։ Ու անդադար մենք այս լուրերը սպառում ենք սիրելի հայրենակիցներ։ Ինչի համար է այս ամենը արվում։ Հեղափոխությունից հետո 2018 թվականին ընդունվել է այս օրենքը, որը ինքը վիճահարույց օրենք է ամեն դեպքում, եւ սկսվել է process։ 8 տարի սիրելի հայրենակիցներ, այս իշխանությունը թալան է վերադարձնում։ Եվ այս ընտրություններից առաջ նրանք հիշել են, որ պետքա ավելի ինտենսիվ կերպով այս թալանի վերաբերյալ տեղեկությունները տարածեն։ Եվ անդադար տարածում են։ Եվ տպավորություն են նաև ստեղծում, որ ընտրությունները իրենց եւ նախկին թալանչիների միջև է։ Բնականաբար դուք գիտեք, որ մենք կողմ ենք, որ թալանը վերադարձվի։ Բայց նաև գիտեք, որ Հայաստանի Հանրապետության քաղաքական համակարգը բաղկացած չէ միայն քաղաքացիական պայմանագրի ներկայացուցիչներից, ովքեր նորագույն թալանչիներ են դառնում, ոմանց վերաբերյալ ամեն օր մամուլում լուրեր կան, եւ նախկին թալանչիներից, որտեղ Հայաստանի քաղաքական համակարգը բազմազան է եւ բազմաթիվ քաղաքական ուժեր կան, որոնք ոչ թալանի հետ կապ ունեն, ոչ էլ գործող քաղաքացիական պայմանագրի հետ են ուզում կապ ունենալ։ Հետեւաբար ընտրությունների ժամանակ պայքարը չի գնում նրանց միջև, ովքեր թալանչի են, եւ նրանց միջև, ովքեր իբր թե այս 8 տարի է քուն ու դադար չունեն եւ թալանն են վերադարձնում։ Ինչի համար եմ ես սա ձեզ ներկայացնում, որովհետեւ անդադար հիմա բարձր ձայնը բարձրացվում է թալանի վերադարձի, թալանը ձեզ հետ ենք բերում եւ այլն, եւ խլեցվում է բոլոր տեսակի քաղաքական քննարկումները, գաղափարները, ծրագրերը, առաջարկները եւ այն ինչ որ մենք կարող ենք ներկայացնել եւ ներկայացնում ենք, որը այս պետության, Հայաստանի Հանրապետության համար ունի էգզիստենցիալ պաշտպանության, երկիրը պահելու, եղածը պահելու իմաստով մեծ նշանակություն, կարևոր նշանակություն։ Եվ մյուս մասը ասեմ, որ նաև այս թալանի հետ բերման process-ի ընթացքում բազմաթիվ մարդկանց գործեր դատարան է ուղարկել այս իշխանությունը, վաղեմության ժամկետը անցած։ Ինչու է այսպես արվել։ Որևէ մեկը պատասխան տվել է, չի տվել։ Ոնց է եղել, որ բազմաթիվ ապօրինի գույքի ծագման գործերով վաղեմության ժամկետներով են հասնում դատարաններ, նմանատիպ նաև քրեական գործեր։ Ասեմ ձեզ, գործը հարուցվում է, մամուլին հաղորդագրությունը տրվում է, ժողովուրդը ուրախանում է, որ թալանը հետ են բերում, բայց գործը այնքան երկար են քննում, բնականաբար օբյեկտիվ դրդապատճառներով, որ երբ որ գնում է գործը դատարան, փաստաբանները մյուս կողմի գալիս են, միջնորդում են եւ դատարանը վաղեմության ժամկետով քննում, այլ գործը կարճում է։ Բայց ինչու է այդպես արվում։ Եվ թալանը, իրենց ասած, գողոնը օրինականացվում է, որտեղ կա դատարանի օրինական վճիռ, որ այս մարդուց ուզելու բան չկա։ Այսինքն վաղը մյուս օրը, եթե որևէ այլ մեկը ազնիվ նկրտումներով գա իշխանության եւ փորձի այդ գույքը հետ բերել, մարդը ունի օրինական ուժի մեջ մտած վճիռ եւ այլևս որևէ բան հնարավոր չէ անել։ Հիմա ոնց է եղել, որ նմանատիպ մենք ունենք բազմաթիվ գործեր, որ դատարաններում այս գործերը կարճվում են։
Այսինքն մենք կարող ենք ի սկզբանե արդեն արձանագրել, որ այս թալանի հետ բերման process-ը ունի այս պահին միայն նախընտրական նշանակություն, միայն նշանակություն այն մասին, որ process-ը ընտրական գնում է թալանչիների, գողավազակների եւ իրենց միջև, հետեւաբար դե ժողովուրդը ասում է, դե լավ ինչքան իրանք վատն են, դե լավ ինչ եղել է, ասենք եթե սրանք երկու տուն են, ասենք ինչ որ կոռուպցիոն գործարքներով ձեռք բերեն, նրանք ասենք 15, 26 անշարժ գույք եւ այլն, դա մաս անգերվի ավելի լավն են, գնանք էլի սրանց ընտրենք։ Իրանց միտքը դա է։ Մինչդեռ սիրելի հայրենակիցներ, այն ինչ որ տեղի ունեցել վերջին 8 տարիների ընթացքում դա նշանակում է, որ այս իշխանությունը այդ թալանի գործընթացը, որ պետք է իրականացնել հետ բերելու, ձախողել է։ Ինչու է ձախողել։ Արդյոք դուք մտածում եք, որ ինչ որ մարդիկ չեն հասկացել, որ եթե գործը երկար մնա, վաղեմության ժամկետը կանցնի եւ կկարճվի, եւ թալանվածը չի կարող վերադարձվել։ Դուք մտածում եք, որ այդ մարդիկ չեն իմացել, հա։ Չէ, դուք պետք է մտածեք եւ իմանաք եւ հիմա ես իրազեկում եմ, որ կոռուպցիա կա իշխանության մեջ։ Կոռումպացված իշխանությունը, որպեսզի այդ թալանի որոշ գործերով չտանի գործը մինչև վերջ, այտենց ձգձգելով, այս կողմ կողմ գցելով գնում են եւ ասում են դե օրենքն ինչ է, մեռնեմ օրենքի ջանին, բան ա եղել։ Վաղեմության ժամկետով գործը կարճվեց եւ այդ մարդու այսպես կոչված է թալանը, որը այտենց էլ դե պետքա վճիռ լինի, որ իմանանք վերջնականապես թալանա թե թալան չի, մնում է այդ մարդուն, այսինքն եթե գործը կա, բայց վճիռ կա, որ որևէ խնդիր չկա։ Այսինքն ինչ ա եղել սիրելի հայրենակիցներ, հայտնի անեկդոտի պես ամեն ինչ մնացել է նույնը, զուտ թղթաբանությունն է շատացել։ Անդադար մենք կարդում ենք պրես ռելիզներ, անդադար։ Օրինակ վերջին ամենահայտնին, որ ԱԺ ամբիոնից ով չհալարեց ելույթ ունեցավ դրա մասին, նախկին ԿԳ նախարարի վերաբերյալ էր, որ ինչ ձևի ելույթ ասես ունեցան։ Արա 8 տարվա մեջ նոր եք այդ գործով ուզում զբաղվել դուք, հա։ 8 տարի է իշխանություն եք, նոր զբաղվում եք նախկին կրթության, գիտության, մշակույթի նախարարի գործով։ Այսինքն այդ գործը, որ պրես ռելիզը տվել եք, մամուլի հաղորդագրությունը, որ դա այսօր էլ քննեք, չէ, դուք եթե ընտրվեք էլի, որ ցույց ունեմ, որ չի լինելու, դուք գալու եք 2030 թվականին դեռ այդ գործից խոսել, որ 31 թվականի ընտրություններին դա օգտագործեք։ Այսինքն եւս մի 4 տարի այս թեման եւս մի 5 տարի սա գնալու է։ Սա նշանակում է, որ դուք խափում եք ժողովրդին եւ երբ որ կարծում եմ հետքի հետաքննություններ, նաև հասկանում եմ, որ ոչ միայն դուք խափում եք ինթալանը բերելու վերաբերել, այլ նաև դուք ինքներդ եք սկսել թալանել։ Դուք դարձել եք նախկին թալանչիների հովանավորները եւ դուք դարձել եք նորովի թալանչիներ։ Հիմա սիրելի հայրենակիցներ, ամփոփելով այս տեսանյութը, ուզում եմ ձեզ ասել, որ ուշադրություն մի դարձրեք այդ ամենօրյա մամուլի հաղորդագրություններին, որովհետեւ ձեզ ամեն օր խափում են, մոլորեցնում են, թե իբր իրենք գործ են անում։ Գործը պետք է արված լիներ վաղուց, եւ դրա վերաբերյալ մենք ուղղակի հիմա պետք է կարդայինք զեկույց, որ տեղի է ունեցել։ Վերջերս տեսա, որ դատախազությունը մամուլի հաղորդագրությունը տվել, որ 5 միլիարդ դրամի կարգի գումար գույք է վերադարձվել պետությանը։ Մոտավոր եմ թվերը ասում։ Բայց մենք բոլորս իրազեկվել ենք, որ միայն ամանորին 3.5 միլիարդ դրամ իշխանությունը ինքն իր թիմի մեջ փողը բաժանել է։ 3.5 միլիարդ դրամ, նախարարը 6 միլիոն, պատգամավորը 3 միլիոն եւ այդպես շարունակ գումարը բաժանվել է իրենց մեջ։ Եվ այդտեղ գոռում էին, թոշակառուին 10,000 դրամն ավելացնենք, որ ինչ անի, ինչի վրա պետքա ծախսի։ Որ տեսան, որ շատ մեծ վնաս են կրել այս հայտարարության համար, վարչապետը եւ սոցիալ նախարարը նստած քննարկում են իբր, ասում է, դե գիտես խի մտածեցի, որովհետեւ ասում մտածեցի 10,000 դրամ բարձրացնենք, գնալու է սիգարետ առնի ծխի։ Դուր չեք ասում։ Այսինքն դուք որոշում եք մարդը ինչ առնի, ինչ չառնի, ես ինքս ծխող չեմ։ Բայց ես ուզում եմ ասել, որ սա հերթական արդարացումն է, մանիպուլյացիան է, ինչու, որովհետև վերջին հաշվով 10,000-ով բարձրացել եք։ Այսինքն այն ժամանակ մտածել եք սիգարետ կառնի, հիմա չեք մտածում, որ սիգարետ կառնի, հա? Կամ ձեր ինչ գործն է, թե ինչ կառնի թոշակառուն վերջին հաշվով։ Այդ որ դուք նախարարին 6 միլիոն դրամ եք տալիս, հետո իրան հարցնում եք, ինչի վրա է ծախսել։ Սիգարետ առել, ծխել, թե ինչ է արել։ Դրա համար սիրելի հայրենակիցներ, ընտրությունները սպասվում երկրում, մեզ ամեն օր խափում են եւ միևնույն ժամանակ նաեւ մեզ թալանում։ Հետեւաբար պետք է մի բան արձանագրել, որ Հայաստանի Հանրապետությունում բացի քաղաքացիական պայմանագիր է։ Եվ բոլոր նրանք ում դեմ քրեական գործեր են հարուցել եւ թալան են հետ բերում ամեն օր, բայց հետները շատ լավ հարաբերությունների մեջ են եւ ոչ մի թալան էլ հետ չեն բերում։ Բացի այդ երկուսից, այդ դաշտի երկուսից էլի, հա, որտեղ երկուս չեն, բազմաթիվ են։ Կա նաեւ մեր նման մաքուր քաղաքական
գործող քաղաքական միավոր։ Եվ հետևաբար ամփոփելով ուզում եմ ասել. կապ հաստատեք մեզ հետ, եթե ցանկանում եք առաջադրվել մեր ընտրական ցուցակով, մենք հայտարարել ենք, որ 30% անկուսակցականները կարող են առաջադրվել եւ մասնակցել սպասվող խորհրդարանական ընտրություններին։ Եվ այո, հիշեք, որ հունիսի 7-ին դուք ունեք այլընտրանք, ովքեր որ կարողանան այս բոլոր խնդիրները կարգավորել եւ լուծել։ Այսօր այսքանը։ Լավ մնացեք եւ Աստված պահապան Հայաստանի Հանրապետությանը։